Գիրք Հեֆտացոց գլուխ 14 Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Սա լինի բորոտի օրենքը իր մաքրվելու օրը, նա քահանայի մոտ պիտի տարվի, և քահանան բանակիցը դուրս պիտի գա, և քահանան պիտի նայե, և եթե բորոտիցը բորոտության ախտը բժշկվել է, այն ժամանակ քահանան հրամայե, որ մաքրվելու մարդի համար 2 ողջ և մաքուր թռչուն և եղևնափայտ և կրկնակի կարմիր և զոպը առնվի։ Եվ քահանան հրամայե, որ թռչունի մեկը մորթեն հողի ամանի մեջ կենդանի ջրի վրա, իսկ նա ողջ թռչունն ու եղևնափայտը և կրկնակի կարմիրը և զոպան առնե, և սրանց ողջ թռչունի հետ կենդանի ջրի վրա մորթված թռչունի արյանը թաթախե։ Եվ բորոտությունից մաքրվելու մարդի վրա 7 անգամ սրսկե, և մաքրե նրան, և ողջ թռչունը դեպի դաշտն արձակե։ Եվ մաքրվելու մարդն իր հանդերձները լվանա, և իր բոլոր մազերն ածիլե, և ջրով լվացվի, և մաքուր է։ Նրանից հետո բանակը մտնե, և 7 օր իր վրանի դրսումը կենա։ Եվ 7-րդ օրն իր բոլոր մազերը ածիլե, իր գլուխն ու մորուքը և հոնքերը, այսինքն իր բոլոր մազերը ածիլե, և իր հանդերձները լվանա, և իր մարմինը ջրով լվանա, և մաքուր է։ Եվ 8-րդ օրը 2 անարատ արուգարն և 1 տարեկան մի անարատ էգգար և հացի նվերի համար յուղով զանգված 3 տասանորդ բարակ ալյուր, և 1 լոգ յուղ պիտի առնե։ Եվ մաքրող քահանան մաքրվելու մարդին սրանցով Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը կանգնեցնե։ Եվ քահանան այն արուգարի մեկն առնե և մատուցե նրան հանցանքի պատարագի համար, և մի լոգ յուղն էլ, և նրանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացնե։ Եվ գարը մորթե մեղքի պատարագի և ողջակեզի մորթված տեղը, սուրբ տեղը, որովհետև մեղքի պատարագի պես հանցանքի պատարագը քահանայինն է, սա ամենասուրբ է։ Եվ քահանան հանցանքի պատարագի արյունիցն առնե, և քահանան կսե մաքրվելու մարդի աջ ականջի բլթակին, և նրա աջ ձեռքի մեծ մատին, և նրա աջ ոտքի մեծ մատին։ Եվ քահանան մի լոգ յուղիցն առնե, և իր ձախ ձեռքի մեջ ածե։ Եվ քահանան իր աջ մատը իր ձախ ձեռքի մեջ եղած յուղին թաթախե, և սրսկե այն յուղիցը իր մատովը Եհովայի առաջին 7 անգամ։ Եվ քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղիցը կսե մաքրվելու մարդի աջ ականջի բլթակին, և նրա աջ ձեռքի մեծ մատին, և նրա աջ ոտքի մեծ մատին հանցանքի պատարագի արյունի վրայից։ Եվ քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը մաքրվելու մարդի գլխին կսե, և նրա համար քավություն անե Եհովայի առաջին։ Եվ քահանան մեղքի պատարագը մատուցանե, և իր անմաքրությունից մաքրվելու մարդի համար քավություն անե, և նրանից հետո ողջակեզը մորթե։ Եվ քահանան ողջակեզն ու հացի նվերը սեղանի վրա մատուցանե, և նրա համար քավություն անե, և նա մաքուր է։ Եվ եթե նա աղքատ է, և այս չափին նրա ձեռքը չհասնե, այն ժամանակ նրա քավություն անելու համար, երերացնելու հանցանքի պատարագի համար մի գառը և հացի նվերի համար յուղով զանգված մի տասանորդ բարակ ալյուր և մի լոգ յուղ առնե, և 2 տատրակ կամ աղավնու 2 ձագ, որին որ ձեռքը հասնե, և մեկը մեղքի պատարագ և մյուսը ողջակեզ լինի։ Եվ 8-րդ օրը իր մաքրվելու համար նրանց քահանայի մոտ բերե, ժողովքի խորանի դուռը Եհովայի առաջին։ Եվ քահանան առնե հանցանքի պատարագի գառը և մի լոգ յուղը, և նրանց Եհովայի առաջին երերացնելու պատարագ երերացնե։ Եվ հանցանքի պատարագի գառը մորթե, և առնե քահանան հանցանքի պատարագի արյունիցը, և կսե մաքրվելու մարդի աջ ականջի բլթակին, և նրա աջ ձեռքի մեծ մատին, և նրա աջ ոտքի մեծ մատին։ Եվ քահանան յուղիցն ածե իր ձախ ձեռքի մեջը։ Եվ քահանան սրսկե իր աջ մատովը իր ձախ ձեռքի մեջ եղած յուղիցը Եհովայի առաջին 7 անգամ։ Եվ քահանան կսե իր ձեռքի մեջ եղած յուղիցը մաքրվելու մարդի աջ ականջի բլթակին, և նրա աջ ձեռքի մեծ մատին, և նրա աջ ոտքի մեծ մատին հանցանքի պատարագի արյան տեղի վրա։ Եվ քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը կսե մաքրվելու մարդի գլխին Եհովայի առաջին նրա համար քավություն անելով։ Եվ տատրակներիցը կամ աղավնու ձագերից մեկը, որին որ ձեռքը հասնե, այսինքն որին որ ձեռքը հասել է, մեկը մեղքի պատարագի համար և մյուսը ողջակեզի համար, հացի նվերի հետ մեկտեղ մատուցանե։
Եվ քահանան մաքրվելու մարդի համար քավություն անե Եհովայի առաջին։ Բորոտության ախտ ունեցողի եւ իր մաքրվելու համար ձեռք չհասնողի օրենքը սա է։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ ասելով. Երբ որ Քանանի երկիրը մտնեք, որ ես տալիս եմ ձեզ ստացվածք լինելու համար, եւ ես ձեր ստացվածքը եղած երկրի մեկ տանը բորոտության հարվածը տալու լինեմ, այն տան տերը պիտի գա եւ իմացնե քահանային ասելով. Ինձ երևում է, թե իմ տանը ախտ կա։ Եվ քահանան հրամայե, որ տունը դարտակեն, դեռ ինքը տեսնելու ներս չմտած, որպիսի տանը եղած բաներից մեկը անմաքուր չլինի։ Եվ հետո քահանան մտնե տունը տեսնելու։ Եվ ախտին նայե, եւ եթե ախտը տան պատերի վրա կա, մի քիչ կանաչած կամ կարմրած փոս տեղվանք, եւ նրանք պատի երեսիցը խոր են երևում, այն ժամանակ քահանան տանիցը դուրս գա տան դուռը, եւ 7 օր տունը կողպե։ Եվ 7-րդ օրը քահանան դարձյալ գա եւ նայե, եւ եթե ախտը այն տան պատերի վրա տարածվել է, այն ժամանակ քահանան հրամայե, որ հանեն այն քարերը, որոնց վրա կա ախտը, եւ քաղաքիցը դուրս մի անմաքուր տեղ գցեն նրանց։ Եվ տունը ներսիցը շրջանակի քերել տա, եւ նրանց քերած հողը քաղաքիցը դուրս մի անմաքուր տեղ թափեն, եւ ուրիշ քարեր առնեն եւ այն քարերի տեղը դնեն, եւ ուրիշ հող առնեն եւ տունը ծեփեն։ Եվ եթե քարերը հանելուց հետո եւ տունը քերելուց եւ ծեփելուց հետո ախտը դարձյալ գա եւ տանը մեջը երևա, այն ժամանակ քահանան գա եւ նայե։ Եվ եթե ախտը տանը մեջը տարածվել է, դա այն տան մեջ բորբոքված բորոտություն է, անմաքուր է այն։ Եվ տունը, այսինքն նրա քարերն ու փայտերը եւ տան բոլոր հողը քանդե եւ քաղաքիցը դուրս մի անմաքուր տեղ տանե։ Եվ ամեն ով որ այն տունը մտնե նրա ամեն կողպված օրերը, մինչև իրիկուն անմաքուր լինի։ Եվ այն տանը պարկողը իր հանդերձները լվանա, եւ այն տանը հաց ուտողը իր հանդերձները լվանա։ Եվ եթե քահանան գա եւ նայե, որ տունը ծեփվելուց հետո ախտը տան մեջ չի տարածվել, այն ժամանակ քահանան այն տունը մաքուր հրատարակե, որովհետեւ ախտը բժշկված է։ Եվ այն տան մաքրության համար 2 թռչուն եւ եղևնափայտ եւ կրկնակի կարմիր եւ զոպա առնե, եւ մորթե թռչունի մեկը հողի ամանի մեջ կենթանի ջրերի վրա, եւ եղևնափայտն ու զոպան եւ կրկնակի կարմիրն ու ողջ թռչունը առնե, եւ մորթված թռչնի արյանը եւ այն կենթանի ջրին թաթախե, եւ 7 անգամ տան վրա սրսկե։ Եվ տունը մաքրե թռչնի արյունովը եւ այն կենթանի ջրովը, եւ այն ողջ թռչնովը, եւ եղևնափայտովը, եւ զոպայովը, եւ կրկնակի կարմիրովը։ Իսկ ողջ թռչունը քաղաքից դուրս դեպի դաշտ արձակե, եւ այն տան համար քավություն անե, եւ նա մաքուր է։ Բոլոր բորոտության ախտի եւ գոնջության եւ հանդերձի կամ տան բորոտության եւ ուռեցքի եւ քոսի եւ պաղպաջի օրենքը այս է, որոշելու համար թե երբ է անմաքուր եւ երբ մաքուր։ Բորոտության օրենքը այս է։